Թավայի մեջ նման բարձր ծակոտկեն բիսկվիտ, այն էլ թթված մածունով կարելի է պատրաստել միմիայն այս բաղադրատոմսով։ Ողջույն բարեկամներ, եթե մոռացել եք մածունը սառնարան դնել եւ այն թթվել է, եկեք դրան նոր կյանք հաղորդենք։ Եկեք պատրաստենք բարձր ծակոտկեն շոկոլադե շատ համեղ բիսկվիտ։ Տեսեք ինչ անթերի է ստացվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատրաստել ենք տապակի մեջ։ Իդեպ կարելի է պատրաստել մի քանի շերտ եւ ձևավորել տարատեսակ մրգային միջուկներով տոնական խմորեղեններ։ Եթե ջեռոցը անսարք է, այս բաղադրատոմսը օգնության կհասնի։ Դե ինչ սկսենք պատրաստել։ Մեզ անհրաժեշտ է մածուն, 3 քառորդ բաժակ շաքարավազ, 220 գրամ ալյուր, 70 գրամ հալեցրած կարագ, 2 ձու, 2 լիք ճաշի գթալ կակաո, սոդա եւ վանիլային շաքարավազ։ Եթե մածունը թթվել է, ապա տեղի է ունենում կաթնաթթվային խմորման, այսինքն ֆերմենտացիայի պրոցես։ Պարզ բացատրությամբ, մածունի մեջ գտնվող օգտակար բակտերիաները կաթի շաքարը, այսինքն լակտոզան, վերափոխվում են կաթնաթթվի։ Ինչ է կատարվում այդ ընթացքում։ Կաթնաթթվի քանակը աճում է, մածունի թթվայնությունը բարձրանում է, համն ավելի թթու է դառնում, սպիտակուցները ավելի են խտանում, կարող է ջուր առաջանալ։ Եթե մածունը ժամկետի մեջ է, հոտը նորմալ է, դառնություն չկա, մածունը անվտանգ է, պարզապես ավելի թթու է։ Քանի որ թթված մածունի մեջ արդեն իսկ գնում է կաթնաթթվային խմորման պրոցես, նման մածունով խմորեղեններ պատրաստելիս սոդա պարզապես քիչ ենք օգտագործում։ 2 ձուն հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք մածունը, 1 թեյի գթալ վանիլային շաքարավազ, կես թեյի գթալ սոդա եւ հալեցրած կարագը։ Վերջում ավելացնում ենք 2 լիքը ճաշի գթալ մուկ կակաո, 220 գրամ մաղած ալյուր եւ մի լավ խառնում ենք։ Պետք է ստանանք թույլ բիսկվիթի խմոր։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք նրբահամ թխվածքների, բազմաթիվ տարատեսակ աղցանների, ավանդական ճաշատեսակների բաղադրատոմսեր։ Պետք է ստանանք գթալից այսպես հեշտությամբ ծորացող թեթև խմոր։ Տապակի վրա տարածում ենք մի փոքր բուսայուղ, լցնում ենք խմորը եւ համաչափ տարածում ենք։ Ինձ մոտ տապակի տրամագիծը 28 սանտիմետր է։ Կարող եք պատրաստել փոքր տրամագծով տապակի մեջ, այդպես բիսկվիթը ավելի բարձր կստացվի։ Ծածկում ենք կափարիչով, դնում ենք ցածր կրակի վրա, օգտագործում ենք ցրիչ, թխվում է 25-ից 30 րոպեի ընթացքում, պատրաստման ընթացքում կափարիչը չենք բարձրացնում։ Ստացվում է շատ խոշոր ծակոտիներով, բարձր, փափուկ բիսկվիթ։ Որպեսզի ստացվի լավ արդյունք, պարտադիր վերցրեք որակյալ տապակ, իսկ եթե տապակը հին է, կարող եք օգտագործել յուղաթուղթ։ Երբ խմորի մեջտեղի հատվածում առաջացած խոշոր պղպջակները այլևս չեն շարժվում եւ անցել է մոտ 25-ից 30 րոպե, նշանակում է բիսկվիթը պատրաստ է։ Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկի միջոցով։ Թափահարում ենք եւ բիսկվիթը հեշտությամբ առանձնանում է տապակից։ Կարելի է զարդարել սերուցքային կրեմով եւ խառը մրգերով։ Ես այսօր կպատրաստեմ ջնարակ։ Վերցնում ենք 2 լիքը ճաշի գթալ մուկ կակաո, 4 ճաշի գթալ շաքարավազ, 3 ճաշի գթալ բուսայուղ, մի փոքր վանիլային շաքարավազ, 50 մլ ջուր կամ կաթ։ Բարեկամներ, բաղադրատոմսում օգտագործվող բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինները, ինչպես միշտ կգտնեք նկարագրությունների բաժնում, որը գրված է տեսանյութի ներքևի հատվածում։ Անընդհատ խառնելով ջնարակը եփում ենք 4-ից 5 րոպե, մինչև խտանալը։ Շրջում ենք բիսկվիթը, տեսեք ինչ իդեալական է թխվել, եւ ավելացնում ենք ջնարակը։ Թողնում ենք 15-ից 20 րոպե, որպեսզի համերը միախառնվեն եւ վայելում ենք 1 գավաթ սուրճի հետ միասին։ Բարի ախորժակ։ Եթե մածունը թթվել է, չգիտեք ինչ անել, պատրաստեք նման խմորեղեն։ Վստահեցնում եմ, որ տան անդամները շատ գոհ կմնան։ Կարող եք պատրաստել նաև սովորական մածունով, ոչ մի տարբերություն։ Երբեմն ամենահամեղ բաղադրատոմսերը ստեղծվում են ամենապարզ բաղադրիչներով, որոնցից է այս խմորեղենը։
Ինչպես նկատեցիք, պատրաստելը ժամանակատար չէ։ Խառնեցիք, լցրեցիք տապակի մեջ եւ 30 րոպե անց պատրաստ է։ Հիմա նայեք կտրվածքը եւ համոզվեք, թե որքան ընտիր է թխվել ներսից։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ նման խմորեղենի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, եղեք առողջ եւ օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։